Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ Ժողովուրդ օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ քննարկվող մոդելի համաձայն ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ կառավարության ներկայացուցիչ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։ Թեև այս նախաձեռնության վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել, կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։ Արդեն այսօր պետական ոչ առևտրային կազմակերպությունների, բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման ու ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում։ Կրթության ոլորտում նույնպես շարունակվում է կառավարման կենտրոնացումը։ Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթում։ Սոցիալական ծառայությունների մի շարք գործառույթներ նույնպես վերակազմակերպվել են, փոխանցվել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ համապատասխան կենտրոնական մարմիններին։ Այս փոփոխությունների ֆոնին կառավարությունում քննարկվում է հարցը, թե ինչ գործառույթներ են փաստացի մնում մարզպետարաններին և արդյոք հիմնավորված է պահպանել ներկայիս բազմաշերտ վարչական համակարգը մարզպետներով, փոխմարզպետներով, վարչությունների ղեկավարներով և տասնյակ աշխատակիցներից կազմված ապարատներով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քննարկվող տարբերակի դեպքում յուրաքանչյուր մարզում կարող է պահպանվել միայն կառավարության ներկայացուցիչը, որը կապահովի կենտրոնական իշխանության ներկայացվածությունը մարզում, իսկ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կենտրոնացվի նախարարություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Քննարկումների քաղաքական ենթատեքստը ևս ուշագրավ է։ Իշխանության ներսում չեն բացառում, որ նման բարեփոխման դեպքում մարզպետի պաշտոնը կարող է դառնալ ժամանակավոր կամ անցումային։ Հենց այդ հանգամանքով էլ քաղաքական շրջանակներում բացառում են, թե ինչու իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ պատգամավորների թեկնածուներ, որոնք անցողիկ տեղում են և ընտրվել են պատգամավոր, չեն շտապում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Եթե մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտի վերակազմավորումը կյանքի կոչվի, ապա մարզպետները անգործ կմնան։